Շատերին թվում է, թե վերջին թագավորությունը, այսինքն Անի Բագրատունյաց թագավորությունը, երբեմնի միասնական ու արշակունիների ժամանակների մեծ հայքի ծավալներն ուներ։ Ոչ, նախ Բագրատունյաց Հայաստանն իր հզորության գագաթնակետին անգամ ծավալներով ավելի փոքր էր, քան Արշակունյաց Հայաստանը, եւ հետո Անի անկման պահին Բագրատունյաց թագավորությունը ընդամենը սահմանափակվում էր մոտավորապես այսօրվա Շիրակի մարզի ու Կարսի մարզի տարածքներով, գուցե մի փոքր ավելին։ Այդ պատճառով էլ այն հաճախ հենց այդպես էլ անվանվում էր՝ Շիրակի թագավորություն։ Շատ չխորանալով նրբությունների մեջ, այնուամենայնիվ արձանագրենք, որ Բագրատունյաց թագավորությունն ըստ էության միշտ է եղել համադաշնություն, հիմնված հիմնականում Սյունիքի սյունիների իշխանական տան, Վասպուրականի արծրունիների իշխանական տան եւ Արցախի առանշահիկների իշխանատան վրա։ Բագրատունյաց թագավորությունը մեկ միասնական Հայաստան էր ու կենսունակ էր այն ժամանակ, երբ այս հզոր իշխանական տներն ընդունում էին Բագրատունիների գերիշխանությունը, բայց երբ 10-րդ դարի սկզբներից այս իշխանական տոհմերը դե ֆակտո անկախացան, Բագրատունյաց թագավորությունը սահմանափակվեց Անի քաղաքով ու հարակից տարածքներով։